Ինչպես արդեն տեղեկացրել էի, ապա մոնտաժվել է Տավուշի մարզի դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը եւ տարածքը կվերադարձվի իր նախկին բնական տեսքին, գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս դեպքը եւս մեկ կարևոր օրինակ է, որ շրջակա միջավայրը պետք է լինի մեր ամենօրյա հոգացության եւ պատասխանատվության կենտրոնում։ Յուրաքանչյուր նման քայլ խոսում է մեր երկրի բնապահպանական արժեքների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Այս տարի Հայաստանը հյուրընկալելու է բնապահպանական ամենախոշոր եւ հեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, COP17-ը։ Սա մեծ պատիվ է մեր երկրի համար, բայց նաեւ մեծ պատասխանատվություն։ Այսօր Հայաստանը գտնվում է համաշխարհային բնապահպանական հանրության ուշադրության կենտրոնում եւ մեր յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր որոշում գնահատվում է նաեւ այդ տեսանկյունից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, բնապահպաններին, հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին ու լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեն եւ բարձրաձայնում են խնդիրները, նպաստելով դրանց լուծմանը։ Բնության պահպանությունը համազգային օրակարգ է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս մասնակցությունից եւ պատասխանատվությունից, ընդգծել է նախարարը։